Արցախի լուծարման հրամանագիրը ստորագրելու մեջ կար այլ ընտրանք, դուք կարող եք դա չանել եւ որն էր դրա գինը։ Դուք հիմա որ sense նայում եք Արցախի հանրապետություն լուծարված է։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, մենք դուք այդ թուղթը իջիկ դարձում։ Սպառիչ պատասխան ենք տվել դրան, նաեւ տեղեկատվական շտաբով հաշվի առնելով նաեւ շարժումները, որոնք իրականացում են թե արտաքին գործերի նախարարի կողմից, թե ազգային ժողովում տարբեր պատգամավորների կողմից հիմնականում պրոիշխանական։ Մենք դրան սպառիչ պատասխան տվել ենք։ Ով ուզում է տեսնի Արցախի հանրապետությունը, որևիցե իրավական խնդիր չունի։ Պարոն Շահրամանյան, ասում են դուք Սոֆիայի փոխարեն նախընտրեցիք Եվլախը, մի վարքյան։ Ասեցին դուք Սոֆիայի փոխարեն նախընտրեցիք Եվլախը, եւ եթե դուք գնայիք Սոֆիա, Հայաստանի իշխանություններն էլ կաջակցեին ձեզ։ Ուրեմն այդ Սոֆիայի հարցը շատ է շահարկվում։ Դա իրականության հետ ընդհանրապես չի համապատասխանում։ Բացի դրանից ինչ է նշանակում, չէ գնացել Սոֆիա, Ադրբեջանը ձեր վրա հարձակվել է։ Ադրբեջանը նման իրավունք չունի, որ մենք ինչ որ հանդիպում չեն գնացել, այդ պատճառով մեր վրա ինչու՞ չէ գնացել Սոֆիա։ Ես այդ ժամանակ նախագահ եղել է Արայիկ Հարությունյանը, եւ մենք քննարկել ենք այդ հարցը ազգային անվտանգության խորհրդի ժամանակ, նիստի ժամանակ, եւ մենք տվել ենք դրական պատասխան, որ մենք պատրաստ ենք գնանք, բացի դրանից 15 օր անց Սոֆիայի առաջարկից հետո եղել է Բրատիսլավայում առաջարկ հանդիպելու, որոնք մենք ընդունել ենք եւ մեր պատվիրակությունը գնել է տոմսերը այնտեղ գնալու եւ Ադրբեջանը դա մերժել է։ Այդ շարժումները կապված են փորձել սեփական քաղաքական դիվանագիտական ձախողումները բարթել ինչ որ մեկի վրա։ Պարոն Շահրամանյան, թողեք ես միջևերջ պատասխանեմ։ Եվ այդ շարժումները բարոյական չեն, քանի որ Արցախի տարբեր ներկայացուցիչներ, տարբեր ժամանակահատվածում ուղիղ բանակցել են ադրբեջանական կողմի հետ։ Դուք տեղյակ եք, որ դրա մասին հայտարարել է եւ Վիտալի Բալասանյանը, որ մինչեւ 22 թվականի վերջ ինքը բանակցել է։ Դրա մասին հայտարարել է Սամվել Բաբայանը, որ ինքը բանակցությունների մեջ էր։ Այն ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը ուղիղ բանակցությունների մեջ էր, հանդիպումների մեջ էր, այդ թվում դրա մասին շատ լավ տեղյակ են Հայաստանի իշխանությունները եւ այդ թվում մասնակցություն են ունեցել։ Այդ լուծարման թուղթը դուք համաձայնեցել եք Հայաստանի իշխանությունների հետ, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը տեսել է, իրենք ասում են չենք տեսել, դա էլ է ներքում։ Ես հիշում եմ դուք ասել եք, որ խոսել եք տեղյակ են այդ բովանդակությունից։ Ես այդ լուծարման հետ կապված գործընթացին կցանկանայի այսօր չկենտրոնանանք, որովհետև ես տվել եմ պատասխան։ Դրանից ավել շարժումները կարող են վնաս հասցնել։ Պարոն Շահրամանյան, շարունակելով նայեք այս համատեքստը, ձեզ մեղադրում են լուծարման մեջ հանրապետությունը, բայց այսօր առաջին ամբիոնից թիվ 1 խոսափողը Փաշինյանը պարբերաբար հայտարարում է Լեռնային Ղարաբաղի էջը փակելու մասին, բոլոր հայտարարություններում նշում է անգամ հակամարտության մասին փաստող ԵՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է, դեմ չէ, որ դա էլ այսպես փակվի եւ անցնի պատմության գիրկը։ Այս համատեքստում նախ ձեր գնահատականը հնչող հայտարարությունների վերաբերյալ Արցախի էջը փակելու եւ հետագայի վերաբերյալ ինչպես եք տեսնում այս դեպքում հայկական Արցախի էջը վերաբացելու հարցը, ինչ աշխատանքներ պիտի տարվի։ Արցախի էջը չի կարելի համարել փակված, մինչեւ Արցախի ժողովուրդը բռնի տեղահանված է եւ չկա իրենց հայրենիք վերադառնալու արժանապատիվ հնարավորություն։ Այդ Փաշինյանը ձեզ հարցրել է, որ այդ հայտարարություններն արել եք Արցախի ժողովուրդը։ Ոչ, մենք կապ չունենք Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբի լուծարմանը, մենք իհարկե դրան դեմ ենք, որովհետև դա միակ միջազգային հարթակն է, որը ստեղծվել է հենց հակամարտությունը լուծելու համար։ Այդ որոշումները Արցախի էջը փակելու, Մինսկի խումբը լուծարելու դա հայտարարում է Հայաստանի իշխանությունները եւ ես ակնկալում եմ նաեւ Հայաստանի քաղաքացիների արձագանքը։ Իսկ դուք հետաքրքրվել եք ինչու հայտարարությունը, երբ Արցախի ժողովրդի համար լավ պիտի լինի Ադրբեջանի ժողովրդի եւ Հայաստանի ժողովրդի, այնտեղից սղեցին արցախցիների հարցը։ Հետաքրքրվել եք օրինակ հայկական իշխանական շրջանակներից, եթե ոչ Փաշինյանից։ Ինչու ձեզ համար այդպես էլ լավ չեղավ։ Չէ, այդ հարցերը ես